Ուրիշի ընտանիքը սերիալում պատմության զարգացումները հասել են այն կետին, երբ յուրաքանչյուր հերոս կանգնած է անձնական բախման, ճշմարտության ու ցավի անողոք հոսքի մեջ։ Հիմա արդեն խոսքը միայն ընտանեկան վեճերի կամ անցյալից մնացած վիրավորանքների մասին չէ։ Իրավիճակը դարձել է կյանքի ու մահվան պայքար, որտեղ ամեն սխալ քայլ կարող է ճակատագրական լինել։ Էլիզի սիրտը, որ մինչ այս լցված էր միայն ատելությամբ ու վրեժով, հիմա փշրվում է ամեն օր։ Փոքրիկ Ալինայի լուրջ առողջական խնդիրներն այնպես են հարվածում նրան, որ նա նույնիսկ չի հասկանում ինչպես շարունակել իր խաղը։ Նա գիտակցում է, որ իր վրեժի ճանապարհը այլևս նույն ուժով չի բախում իրեն։ Ալինան իր ցասման արդյունքում ոչ մի դեպքում չպետք է տուժի։ Էլիզն առաջինը զգում է, որ իր գործողությունները ոչ միայն Արշակին ու նրա ընտանիքին են ցավ պատճառում, այլև իր հարազատներին, և հենց այստեղ է, որ նրա ներսի աշխարհը սկսում է պառակտվել։ Նորոն փորձում է այս ամենի հետ ուժեղ մնալ, բայց նա կոտրված է ներսից։ Նա սխալվելու իրավունք չունի, որովհետև նա պետք է պաշտպանի քույրերին, պահի ընտանիքը ամուր, և ընտանիքի ողջ բեռն այս պահին նրա ուսերին է։ Նա սխալվելու իրավունք չունի, իսկ իրավիճակը ծանրանում է ամեն օր։ Ալինայի հիվանդությունը նրա հոգու մեջ խորը վիրավոր է բացել, և նույնիսկ եթե նա լռում է, նրա աչքերն ամեն բան ասում են։ Էդոն այցելում է Մագդային, և նրա այցելությունը դառնում է իսկական պայթյուն։ Նա բացում է ամենածանր ճշմարտությունը, որ Էլիզը և նորոն Շուշանի երեխաներն են այն նույն կնոջ, որի անունը տարիներ շարունակ Մագդայի ընտանիքում հնչել է որպես ցավոտ հիշողություն։ Այս փաստը ամբողջությամբ փոխում է Մագդայի վերաբերմունքը։ Նրա սիրտը լցվում է վախով, մտքերը խառնվում են։ Նա կանգնած է իր սիրո, Նորոյի և իր եղբոր Արշակի միջև։ Էդոյի խոսքերից հետո նրա ինքնազգացողությունը վատանում է։ Նա կորցնում է ուժերը, չիմանալով, թե որ կողմին հավատարիմ մնա և ինչ է զգում այդ պահին։ Նա արցունքն աչքերին Արշակին պատմում է, որ Էդոյի ասածներից հետո իր տեղը չի գտնում, որ Էդոն նրան ասել է, որ Էլիզն ու Նորոն քույր ու եղբայր են, բայց Արշակն արդեն գիտի։ Արշակը Շուշանի գերեզմանին էր այցելել, որտեղ էլ նա տեսնում է Էլիզին, ով եկել էր Շուշանի սիրելի ծաղիկներով։ Այդ պահը հենց այն կետն էր, որտեղ Արշակը հասկանում է, որ Էլիզն ու Նորոն Շուշանի երեխաներն են, ու նա մտածում է, թե ինչպես մինչև հիմա գլխի չէր ընկել Էլիզ, Նորո։ Բայց հիմա ամեն ինչ այլ է։ Նա կարծում է, որ իր երջանկությունը չարժեր, որ երեխաներից խլեին իրենց մորը։ Բայց եղած է։ Երեխաների մայրն արդեն ողջերի շարքում չէ, նա մահացել է, բայց Արշակը նրա երեխաներին միայնակ թողնել չի պատրաստվում։ Բայց արդյոք նրա երեխաները պատրաստ են ընդունել Արշակի օգնությունը։ Արշակը հասկանում է, որ Շուշանի երեխաները յուրաքանչյուրն իր ձևով է կոտրված, յուրաքանչյուրն իր ձևով վիրավորված։ Նա չի կարող ատել նրանց, նրա սիրտը լի է մեղքի ծանրությամբ։ Ամենածանր ու միևնույն ժամանակ ամենալույս շողացող պահն այն է, որ Ալինայի հիվանդությունը կարող է դառնալ միավորման կետը։ Երբ կյանքը վտանգի տակ է, ատելությունը մի կողմ է նահանջում։ Այստեղ այլևս տեղ չկա վրեժի համար, այստեղ կա միայն մեկ բան՝ փրկել երեխային։ Այս իրավիճակում շատ հավանական է, որ Արշակն աջակցի, օգնի բուժման գումարով, փորձի հավաքել ընտանիքը և վերջապես մոտենալ երեխաներին այնպես, ինչպես միշտ ցանկացել էր, քանի որ սերն անգամ ուշացած միշտ ավելի ուժեղ է։ Առաջիկա սերիաները խոստանում են լինել բուռն ու դրամատիկ։ Նորոյի և Մագդայի միջև ընտրությունը դառնում է ավելի բարդ, Էլիզը կանգնած է սեփական, ներքին փլուզման առջև։ Արշակը փորձում է վերականգնել կոտրված կամուրջները, իսկ Ալինայի առողջական վիճակը կարող է դառնալ ճակատագրական նավահանգիստ բոլորի համար։ Այս պահից սկսած ուրիշի ընտանիքը դառնում է պատմություն ոչ թե վրեժի, այլ մարդկայնության, ներելու և
ընտանիքի ուժի մասին։ Իսկ մինչ կբացահայտվեն այս եւ այլ շատ հետաքրքիր գաղտնիքներ, չմոռանաք միանալ մեր ալիքին եւ իհարկե չմոռանաք նաեւ տեսանյութի մեկնաբանություններ բաժնում գրել ձեր կարծիքը։ Գրեք, թե ինչ եք կարծում, արդյոք Նորոն կարող է ընդունել Արշակի օգնությունը, չէ՞ որ այստեղ խոսքը անմեղ երեխայի առողջության մասին է։ Նորոն միայնակ չի կարող հայթայթել այնքան գումար, որը կփրկի Ալինային, բայց Արշակն ունի այդ հնարավորությունը։ Արդյոք Նորոն մի կողմ կդնի իր եսասիրությունն ու կփորձի ընդունել Արշակի օգնությունը։ Իհարկե, Նորոյի համար դժվար է, քանի որ մի կողմում Ալինայի հիվանդությունն է, իսկ մյուս կողմում այն տղամարդը, ով իրենցից խլել է իրենց մորը։ Բայց հավանաբար ընտրությունը կանգնելու է երեխայի փրկությունը, և Նորոն ընդունելու է Արշակի մեկնած ձեռքը։ Բայց ամեն ինչ դեռ առջևում է, իսկ հեռուստասերիալում նոր ինտրիգներ, նոր զարգացումներ հաստատ լինելու են, այնպես որ միացեք մեր ալիքին, որպեսզի բաց չթողնեք ամենահետաքրքիր ու դիտարժան տեսանյութերը առաջինը դիտելու հնարավորությունը և իհարկե առաջինը տեղեկացված լինելու հնարավորությունը։ Տեսանյութի մեկնաբանություններ բաժնում էլ չմոռանաք անպայման գրել ինչ եք կարծում, Արշակն առաջարկելու է իր օգնությունը Ալինայի բուժման համար և արդյոք Նորոն ու Էլիզը ընդունելու են, քանի որ Էլիզն արդեն զղջացել է իր արարքների համար և միայն Ալինան առողջ լինի, նա որոշել է մոռանալ ամեն ինչ։